Հարսնաձորի լեգենդում սյուժեն գնալով ավելի թեժ է դառնում և արդեն ակնհայտ է, որ Արմոն ոչ թե պարզապես հակահերոս է, այլ սերիալի ամենագրագետ ու վտանգավոր հակառակորդը, ով քայլ առ քայլ տիրում է բոլորի կյանքին, օգտագործելով նրանց գաղտնիքները, վախերն ու ցավերը։ Նկարահանումները շարունակվում են, և ամենահետաքրքիրը դեռ իսկապես առջևում է, արդեն մի քանի էպիզոդ է, ինչ Արմոյի գործողությունները ցնցում են ինչպես հերոսների կյանքը, այնպես էլ հեռուստադիտողների նյարդերը։ Նա ոչ միայն խառնել է ամբողջ պատմությունն, այլ արդեն դարձել է գլխավոր խաղի ղեկավար։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Արմոն փոխում է իր ու Վռամի հեռախոսները։ Այս քայլը թվում էր փոքր մանրուք, բայց իրականում մեծագույն քայլ էր Արմոյի կողմից։ Նա ստեղծում է շփոթություն, որպեսզի ամեն քայլը հաշվարկված լինի։ Այնուհետև հանդիպում է Սոնային կեղծում, թե տանում է նրան Վռամին տեսնելու։ Սոնան շփոթված, լիհույսով հետևում է Արմոյին, սպասելով, որ կտեսնի իր սիրած մարդու աչքերը, սակայն փոխարենը հայտնվում է մի տարածքում, որտեղ Արմոն սկսում է հոգեբանական ճնշումը, բացահայտելով մի սարսափելի գաղտնիք։ Պարզվում է, որ Սոնայի մոր ու եղբայրների մահվան մեջ հենց Արմոյի մատն է խառը։ Սա արդեն անցնում է մարդկային ողջ սահմանները։ Արմոն ոչ միայն խաղում է մարդկանց ճակատագրերով, այլ ունի խորը արմատներ ունեցող մութ անցյալ, որը դառնում է սերիալի նոր բեկումնային կետը։ Արմոն հաջողացրել է այն, ինչը ոչ ոք չէր կարող անել։ Նա հայր ու որդուն կանգնեցրել է միմյանց դեմ։ Սաքոն միշտ կռիվ էր տալիս ուրիշների հետ, բայց երբ խաղը իր տուն է մտնում, նա կորցնում է վերահսկողություն։ Արմոն տիրապետում է ամենավտանգավոր զենքին՝ ճշմարտության ու ապացույցների մասնակի կառավարում։ Ինչպես հաճախ ասում են, ամենավտանգավոր մարդը ոչ թե անողն է, այլ վախկոտը, երբ նրա ձեռքին հայտնվում է խաղաքարտ։ Արմոն հիմա հենց այդ վախկոտ, խելացի խառնուրդն է, որը կարող է վախենալ, բայց պատրաստ է ոչնչացնել բոլորին, միայն թե չկորցնի իր վերահսկողության խարիսխը։ Հայկը գյուղ էր գնացել, նա գնացել էր եղբորը գտնելու հույսով, որ մի քոն պարզապես կհայտնվի, բայց Հայկին այնտեղ տհաճ անակնկալ էր սպասում։ Բացի այդ, նա հայտնաբերեց ու տեղեկացավ, որ եղբայրը Միքոն բավական մեծ պարտքեր ունի, ինչը բնականաբար ազդում է նրա հոգեկան վիճակի վրա։ Նրան սպասում էր մի բան, որը ոչ միայն կոտրում է ներքին հավասարակշռությունը, այլ բացում է նոր դռներ դեպի անցյալի գաղտնիքներ։ Խոսակցությունները գյուղում, տարօրինակ հայացքներ, չասված ճշմարտություններ, ամեն ինչ այլ բան են վկայում։ Շատ շուտով հետաքրքիր անակնկալ է սպասվում հեռուստադիտողներին, և հնարավոր է, որ Լալայի կերպարի շուրջ նոր ճշմարտություններ բացվեն, և Հայկը հանկարծակի տեսնի մեկին, ում բոլորը համարում էին մահացած։ Սյուժեի գիծը գնալով մթագնում է։ Արմոն թաքուն մանիպուլյատոր է, Սոնան իր կյանքի նոր գծի առաջ է, Վռամը կյանքի ու մահվան սահմանին։ Նարէն ընկնում է հոգեբանական խաչմերուկում, իսկ Սաքոն գնալով կորցնում է իշխանությունը, քանի որ Արմոն նրա ձեռքից խլելու է ամեն ինչ։ Սերիալի տրամաբանությամբ այս փուլը միայն սկիզբն է, տեղեկություններ, որ մենք ունենք հիմա, ընդամենը մի փոքրիկ կայծեր են։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Սիրո ու դավաճանության նոր փուլ, մութ անցյալի բացահայտում, Միքոյի պատմության բացումը, Հայկի ու Նարեի ճակատագրական բախումը, Արմոյի խաղի ավարտը, որը լինելու է շատ բարձր գնով, դեռ հողի տակ թաքնված ճշմարտությունը մարդկանց կկործանի կամ կվերածնի նորովի։ Սիրահարները վստահ են, առաջիկա սերիալները կլինեն ամենաուժեղը, շատ բաներ կբացահայտվեն, բայց ամենակարևորը՝ սերը պայքարելու է, թե հանձնվելու է, սա է կարևորը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն։ Գրեք նաև ինչ եք կարծում, ինչ է լինելու Հայկի հետ, և երբ նրանք բացահայտեն, որ Սոնայի, եղբայրների ու մոր մահվան մեջ Արմոյի մատն է խառը, ինչ է սպասվում Արմոյին։ Շատ հետաքրքիր գաղտնիքներ են շուտով բացահայտվելու, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակին, որպեսզի առաջինը իմանաք նոր տեսանյութերի մասին։ Իսկ Սաքոն գլուխը կորցրել է, Արմոն կարողացել է նրան
իր երեխաների դեմ հանել, եւ սա ամենասարսափելին է, երբ մարդ կարողանում է խելոք լինելով հանդերձ ընկնել մեկ այլ մարդու ծուղակը, ով կարողանում է իշխել ու կառավարել, հատկապես, որ նա ունի խաղաքարտեր, եւ Սաքոն շատ լավ գիտի, որ Արմոն ցանկացած պահի այդ խաղաքարտերը բացելու է։ Բայց դեռ ամենահետաքրքիրն է առջևում. արդյոք Սաքոյի երեխաները Նարէն ու Վռամը կորոշեն դուրս գալ իրենց հոր դեմ, երբ հատկապես Վռամն իմանա, թե ինչ է արել Սաքոն Հայկի հորը։ Հավատացած եղեք, որ Նարէն այս գաղտնիքը երկար չի պահի եւ տեղը եկած ժամանակ անպայման օգտագործելու է, որպեսզի թույլ չտա, որ Սաքոն Նարեկին, ներողություն Վռամին ու Հայկին իրար դեմ հանի եւ ստիպի, որպեսզի Վռամը Հայկից վրեժ լուծի։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, Նարէն բացահայտելու է ճշմարտությունը եւ պատմելու է Վռամին ամեն ինչ ու վերջապես նոր էջ է բացվելու Սաքոյի ու նրա ընտանիքի կյանքում։